Հայ թատրոնի ու կինոյի պատմության մեջ Մհեր Մկրտչյանն իր ինքնատիպությամբ եղել եւ մնում է անհաղթահարելի բարձունքում։ Նա ցանկություն ուներ շատ բան փոխել հայ թատրոնի եւ քաղաքի պատմության մեջ։ Մհեր Մկրտչյանը երկար մտորումների արդյունքում ստեղծեց իր երազած արտիստական թատրոնը, որն առանձնացավ մյուս բոլոր թատրոններից։ Դերասանի երկրային կյանքի ավարտից հետո նրա կինը դերասանուհի Թամար Հովհաննիսյանը թատրոնը պաշտոնապես վերանվանեց Մհեր Մկրտչյանի անունով։ Սակայն այն ճակատագիրը, որին արժանացավ թատրոնը դերասանի մահից հետո, մտահոգում է Թամար Հովհաննիսյանին, ում հետ միասին էլ կյանքի կոչեցին թատրոն կառուցելու գաղափարը։ Շենքը մենք ընտրեցինք, շատ շենքեր քայլեցինք քաղաքով մեկ, շատ շենքեր մտանք, դուրս եկանք։ Այստեղ կանգ առանք, իրեն շատ դուր էր գալիս շենքի թե արտաքին եւ թե ներքին ճարտարապետական այդ մի տեսակ հնությունը։ Այսօր դերասանուհին ցավով նշում է, որ Մհերի մահից հետո թատրոնի ճակատագիրը գլխի վայր շրջվել է։ Թե բեմը, թե այդ կուլիսները, թե այդ վարակույրը եւ կամ դահլիճը եւ կամ այդ մթնոլորտը բոլորովին այն ինչ որ ինքն էր ուզում եւ կամ ես էի ուզում իր հետ միասին, ինքը գիտեր, որ բեմը պիտի կուլիս ունենա եւ կամ վարակույր, բայց չէր անում։ Շատ պարզ պատճառով շատ սիրում էր հաճախ կրկնել, որ ես թատրոն եմ տեղով մեկ, երկու փողոցների խաչմերուկում կանգնեմ թատրոնը եւ կամ երբ որ ես պնդում էի, թե ախր մի բան անենք վարակույր լինի, որտեղ թատրոնի համար վարակույրը շատ կարևոր էլեմենտ է եւ այլն, այդպես պատուհանին մոտեցավ, բացեց վարակույրը, ասեց. «Էս քեզ վարակույր» ու ցույց տվեց փողոցը, «Էս էլ քեզ թատրոն»։ Թատրոնի դռները փակ են այսօր իմ առջև, թատրոն, որը ես եմ ստեղծել Մհեր Մկրտչյանի հետ միասին։ Փակ են, բայց ես չեմ կարող մեղք վերցնել ինձ վրա եւ ասել, որ ես գնացել եմ կանգնել եմ այդ դռների առջև ու ինձ ներս չեն թողել։ Ոչ, ես չեմ գնում եւ չեմ գնա եւ խուսափում եմ անգամ փողոցով անցնել։ Թատրոնի մոտով անգամ խուսափում եմ անցնել, որովհետև դա այն թատրոնը չի, ինչ որ մենք ստեղծել ենք։ Ոչ խաղացանկի իմաստով, ոչ տեսակի իմաստով, ոչ դերասանական կազմի իմաստով, ոչ ադմինիստրատիվ կառույցի իմաստով, ոչ մի իմաստով այդ թատրոնը չի, ոչ բեմի կառուցվածքի սրահի ոչ մի իմաստով կապ չունի այն մտահղացման հետ, որով մենք երկուսով ձեռնարկեցինք թատրոն ստեղծելու գաղափարը։ Թատրոնն ու դրա հետագա ճակատագիրը սակայն դերասանուհու միակ մտահոգությունը չէ։ Մհեր Մկրտչյանի կյանքի մանրամասներն ըստ Թամար Հովհաննիսյանի անխնա ողողվել են ստով, իսկ կյանքի վերջին տարիներից շատ կարևոր փաստեր եւ անցքեր մոռացության մատնվել։ Մոսկվայում արված բոլոր ֆիլմերը հենված են սխալ փաստերի վրա։ Նախ ընդհանուր նրա կերպարը այդպես տրագիկ, խեղճ, հարբեցող, ողորմելի մի տեսակ անկամ այդպիսի մարդ չէր նա եւ ինձ թվում է մեծ անբարոյականություն է նրան այդպես ներկայացնելը։ Գիտեք ինչ, Մոսկվայում էլ նրան չեն ճանաչում, Ռուսաստանում էլ, որտեղ նրան բեմի վրա չեն տեսել եւ
Առավել եւս մեր հայկական ֆիլմերն էլ չեն տեսել, մեծ մասամբ նրանք հենվում են, ասենք, Կովկասի գերուհին, Միմինո եւ այլն այս ֆիլմերի վրա։ Եվ ստեղծել են մի կերպար, որ ինչ որ մեծ քթով, էսենց մարդ էր, որ բոլորիս ուրախացնում էր, բայց ինքը ծայրահեղ դժբախտ էր, ուներ մի շիզոֆրենիայով տառապող կին եւ նույն հիվանդությամբ տառապող տղա, որոնց համար այսպես նահատակվեց նա եւ այլն, դա մի մարդ է, որ իրական մհերի հետ կապ չունի։ Ընդհանրապես այդ վերջին 10-12 տարին, որ ինձ հետ է ապրել, բոլորովին ջնջված են նրա կենսագրությունից, անընդհատ շեշտվում եւ խոսվում է առաջին կնոջ հիվանդության մասին, եւ որքան նա ծանր էր տանում այդ բոլորը, մինչդեռ գոնե ես 80-ական թվերից 82 թվից սկսած տեսել եմ, որ նա կարողացավ գլուխն ազատել այդ ծանր պատմությունից։ Ինչ որ կապված է տղայի հետ, այո, դա ծանր իհարկե պրոբլեմատիկ երեխա էր եւ ինքը շատ խորն էր տանում եւ կասկածները նրան դում էին, կրծում էին ներսից իհարկե, բայց նրա հետ էլ նա ուներ շատ երջանիկ պահեր եւ նա հրաշալի նկարում էր այդ տղան եւ մհերը փառավորվում էր դրանից։ Գուցե ինչ-որ բաներ այս պատմության մեջ ճիշտ են նշում է դերասանուհին, բայց հիմնական փաստերն ու դերասանի իրական կերպարը հիմնովին խեղաթյուրված են։ Խայտառակ բաներ, փաստեր կան այդտեղ, ասենք, նշվում են ֆիլմերում, որ տղան ու աղջիկը մահացել են մինչև իր մահը, մինչդեռ դա այդպես չի եղել։ Մահվան առեղծվածը չի նշվում երբեք, թե ինչ պատճառով մահացավ։ Ընդհանրապես ինձ հետ կապված բոլոր փաստերը խեղաթյուրված են։ Մեր տարիքային տարբերությունը եղել է 24 տարի, նշվում է, որ 15 տարի էր։ Մենք ապրել ենք միասին 12 տարի, նշվում է 1-2 տարի ենք ապրել միասին։ Շատ մտահոգություններ ունեմ։ Նրան այդպես brand սարքելը, brand, հասկանում եք, այդ շապիկների վրա, բաժակների վրա եւ այլն, ել չեմ խոսում են 90-ական թվերի նոր մահացած թարմ դեռևս, այսպես ասեմ, օղուշշի վրա պատկերը դնելը եւ ինչ որ մեկը պիտի թույլ տված լինի, չէ՞, այդ բանը, որ արել են։ Ես դա շատ ցավով եմ տանում այդ բանը։ 1993-ի հուլիսի 4-ն էր, 63-րդ տարեդարձի օրը։ Մհեր Մկրտչյանն իր հիմնած թատրոնում խաղաց հացագործի կինը ներկայացումը, դա նրա վերջին բեմելը եղավ։ Ավարտվեց Մհեր Մկրտչյանի կյանքը, սակայն նրա մասին հուշերն ու նրա ստեղծած կերպարները հավերժ մնացին բոլորի հիշողության մեջ։
Դերասանուհին իր հուշերն ու Մհեր Մկրտչյանի կյանքի վերջին տարիներն ամփոփեց «Չտեսնված մհերը» գրքում, ինչ եղել է, եւ եթե կուզեն ինձ հանել Մհեր Մկրտչյանի կենսագրությունից, իրեն իմ կենսագրությունից հանել հնարավոր չէ։